ինքը մեր հին մարդը հատելուտել է Գողգոթայի խաչերը ոչ ոք չի մացել Ադամի բնությունը, մեղանչող բնությունը, մեղ արտադրող գործորանը ռոտորը խաչի վրա խաչապատին կամեց եւ մեզ վերստին ծնուն տվեց իր սերմը դրեց իր թերթի մեջ մեր մեջ եղած ադամական բնությունը խաչապատին եւ մեր բոլոր պարտքերը վերցրեց հիմա ուզում ենք մար դառնալ թե չէ սա է հարցը Պողոս Արաքյալը Եփեսացիների 4 գլխում գրում է որ Աստված իր որդուն միջոցով երկիր ուղարկեց բազում տեսակի շնորհքներ, մարգարեներ, առաքյալներ, վարդապետերովներ, մի նպատակի համար սուրբերի կատարելության համար Աստծո գործի շինությունը, որ ճանաչենք ինչի հավատքը, ճանաչենք Հիսուս Քրիստոսի, որ մարդ առնանք կատարյալ մարդ։ Իսկ դրա համար ինչա պետք, աշխատանք է պետք։ Ամեն մատերիալը տված է, նախագիծը դրված է, մնում դու աշխատես այդ մատերիալը իր նպատակին օգտագործել։ Որն է այդ մատերիալը։ Մեզ հին մարդից ազատել է։ Մեր հին բնությունը խաչապատին գամել է։ Մեզ վերստին ծնունդ տվել է, իր արյունով արդարացրել է, Սուրբ Հոգով մկրտել է։ Մնում դու աշխատե Բաքու կողմ իմ կողմով պետք է անի։ Ոչ չենք փչելու մենք մարդ դառնանք, արդ մնում է որ սնվենք Պետրոս Արաքյալը թե առաջի գլում թե երկրորդում գրում է որ մինչև ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո ճանաչելու միաբանչանը Պետրոս Արաքյալը որ իր աստվածային բնությանը հաղորդ դինենք ասում են այ մեր փողոցում մարդ կա է այնց համոհոտ կա է այ որ խոսում ես իր խոսքի ժամանակ ճնշում է իջնում է քո շաքարը էթում է մարդը նա է որ իր մեջ կա մի բնություն որ այդ բնությունը մարդուն կյանք է տալիս Մեկ ընկած էր անապատի մեջ, ընկած մարդ էր մի հատ, ընդեղ էլ քահանա կար, հովի վեր մի գուցե, մի հատ էլ ղևտացի կար, պաշտոնյա էր, մի հատ էլ ընկած մարդ կանդ է, խեղճ, անկարող, անտես, անտեր, մեկը չկա, եկող նա քահանաները կողքից ասում, բա դու ինչքան, ինչի մար ես քահանայել է, ինչի մար ես հովիվել է, նրա համար որ վարդապետել գիտես կամ տեսիլներ ես տեսնում, այդ Աստվածուց է տալիս տենում ես, եթե քու շնորհքը չի, եթե գեղեցիկ ես դա քու շնորհքը չի, այ գեղեցկությունը ներքին զարդարանքը պիտի լիներ, որ նստեիր մեկի կողքին, աղջիկս կգնի, ես էլ քու կողքից չեմ էտա, քու մոտ նստելով իմ մեջ ուրախություն է գալիս, երևի կարդացած կլինեք, Պետրոս Արաքյալը գրում է այդ մասին, Մենք իր աստվածային բնության հաղորդն ենք, այս բանի համար ասում աշխարհի մեջ կա մի բան, որը խանգարում է մարդը, աշխարհի մեջ ցանկությունից առաջ ապականությունից փախեք։ Եվ դրանից հետո կառույցն է տալիս աստվածային բնության ասում են, սա է, բա ուր է սրա առաքինությունը։ Ես եղբայր առաքինի չի, նրա հագուստն էլ չի խոսում, նստելա ձևներ, անգամ սեղանի վրա նստելա ձև չունի։ Ուտելուց էլ ուզում լրիվ սեղանին է բեկալի։ Մարդը նա է, որ կողքիներն էլ ասում են ինչ շնորհալի կին է, ինչ շնորհալի քույրիկ է, ինչ շնորհալի մարդ է։ Մարդը նա է, որ իր անուշոտն է տարածում։ Աստված մեզ բոլորիս օրհնի, մենք պետք է արթնանանք։ Հիմա մեզ տարան, ընդունենք տարավ, երկինք։ Ինչ ենք ասելու։ Չենք ամաչելու մենք։ Արաքյալը գրում Հովհաննես Արաքյալը Հիմա եղբայրներ անոր մեջ գեցեք, երբ անիկը հայտնվի, անկել չամշնանք, ապա համարտակություն ունենք անոր առջև կենալ, երբ կամաչես դու, երբ բոլոր կյանքը դնի դեմ մտած ես դու, հայտու որ Սուրբ Հոգով մկրտել, գիտես թե մկրտել եմ գոնե լսես, հնազանդվես ավետարանին մարդ դառնաս, Սուրբ Հոգին աշխատում դրա համար, որ Աստծո խոսքին հնազանդվես, ձերան ձերը մաքրեք Հոգի միջոցով ավետարանին հնազանդվելով Հարց տանք մեզի, իշքան եք մեր մարմնի վրա աշխատում, իշքան ենք հոգու վրա աշխատում։ Աշխատում ենք մեր հոգու վրա։ Քու բնավորության վրա աշխատում ես, քույն մարդի վրա աշխատում ես, հանեցեք ձեզանից մարդը, այն չար ու խապ է պապականված է, եւ հակեք նորը Քրիստոսի պատկերով նոր մարդը։ Ուր է մեր համեստությունը, ուր է մեր խոհեմությունը, ուր է մեր առաքինությունը, ուր է մեր իմաստությունը, գիտությունը, ուր է մեր համբերությունը։ Եկ արած դենը կտրեց, չել կտրի դենը, աղջի համբերի, այդտեղ համբերի էլի։ Իսկ Հիսուսը Պիղատոսի առաջ Հերովդեսի դուր նստած էր։ Ինչի, որտև նա կառույց ուներ, հավատքը դա կառույց է ցարկում։ Պետրոս Արաքյալը գրում է, որ աստվածային բնությանը հասնել, ամեն բան տվել է, մնում այդ մատերիալ օգտագործել, հիմքից սկսել, վերստին ծնված է, հին մարդը թխաշված է,
նոր մարդը արդեն քու մեջ կա, մենք նոր մարդին կերակրեց, մենք հին մարդին ենք կերակրում, հələ մեր եսին կպնեն, հələ մեր դիրքին կպնեն, հələ մեզ հարց տանք մեզի, չենք ամաչում, որ շատ բաներ սխալ ենք անում, ամոք չենք զգում, չենք ասում կետինը պատրվի, ես գորեմ էտամ սա է իմ արարմունքը, որ փողոցում կարում ես, դու գիտես որ Աստծո աղջիկ ես, դու գիտես որ Աստծո տղա ես, մի 2 ժամ վերև զարդարում ես, որ նոր դուրս գաս, լավա չգիտեմ, ըստ է դվայնիկ թարթիքներ դնում են, եղուներ տրայնիկ դնում են, որ տրայնիկ եղուներ էլի, խրատ ես տալիս, վիճումա, էդի հին ուղտում է գրված, բանոր ուղտում ինչ է գրված, գրված է Հիսուսի նման էլի, սիրուն է, եկեք միտ կառնենք լրջանանք, մի խապեք, Աստված տաղր չի լինի, լրջանալ է պետք, ասել լուրջ աստվածապաշտության, ավետարանին հաղորդ լինենք և ավետարանի կյանքը տեղափոխ մեր կյանքի մեջ, որ դառնանք Աստծո մարդիկ, Դանիելի մասին գրված է Աստծո սիրելի մարդը, Աստծո սիրելի մարդը, հետաքրքիր ասում եմ, ընկելան մարդը, քահանան է ասում կողքիդ, Ղևտացին, մարդ է, մարդ, կարող է դի բան է, կարող է էդի խարիզմատիկ է, մարդ է, ինչ կապ ունի, մենք սովորենք մեզ բարձրացնել, ուրիշին նսեմացնել, եկեք մտածենք մարդ դառնալու մասին, սուտ ենք խոսում, ներկում ենք, հազարու մի բաներ ենք անում, չեմ ասում մախինացիաներ, որ տատուկ ենք անում, ես չեմ ասում նրանց, որոնք չեն անում, բազում բաներ կա, ուրիշին ներկել, ուրիշին նսեմացնել, ուրիշին ցավացնել, կիսուրին չլսել, հեշտ կարդացել եք Աբիգայի մասին, առաջ Թագորոց 24 գլխում, Աբիգա գիտենք չեն շում, բերկանքի աղբյուր, ինքդ քեզ դու բերգրանքի աղբյուր ես, քեզանից բերգրանք է բխում, մարդիկ բերգրանք են առնում քեզանից, ու մոտ նստում ես նա ուրախանում է, որ իր մոտ նստած է մի կին կամ մի եղբայր, որը շատ չի խոսում, բայց համետարից, մարդ ընկել է, իսկ մեկը, որը ոչ հովիվ է, ոչ էլ քահանա է, ոչ էլ աղբեր ջան, ինչ է պատահել քեզ, տանդ մեջ դժվարություն չկա, հնարավոր է տանդ մեջ հոգս կա, ասա, ցավդ ասա, ինչ է պետք, ցավ, մեղմասնելու առաջինը ցավի վերածին դրա պակաս է լրացրեց, յուղ դրեց, վերքը փաթաթեց, հետո գինի տվեց, որ ցավերը մոռանա, հետո էլ տարավ պանդոկ, վերջապես, այսինքն մարդու մեջ մտավ, մենք մարդկանց մեջ պետք է մտենք, Հիսուսը կոչում է մեղավորների, մաքսավորների բարեկամ, խես գնա տետրակ կողքը նստեն, չես տա, որտև քու մեջը դեր կա զզվելի բան դրանից է զզվում, եթե քու մեջից զզվանքը դուրս կա, դրանից չես զզվի, իմ մեջը կա այս զզվանքը, զզվում եմ, են չես զզվում, որտև զզվելի չես ազատվել, մենք պետք է լուրջ հետևություն անենք մեր ազնական կյանքին, Աստված տաղր չի լինի, մենք պետք է լրջանանք, հետևենք, որ Աստվածային այդ ժամանակ մենք խելոքանանք, ասնենք Սուրբ գրքի լրջությամբ կարդալը, կարդանք, նորից կարդանք, աղոտ կանենք Տեր, սովորեցրուն դի կրտին դի, այն ժամանակ Սուրբ Հոգին կաշխատի հետդ, Սուրբ Հոգին եկել է, որ քեզ ամեն ճշմարտության առաջ տովի եւ Հիսուսին քեզ ներկայացնի, թող օրհնյալ լինի Տիրոջ պատվական անունը, ես այսօր կարդում էի նմանապես, երեք կարդում էի, այդ բանը Աբիգայի մասին, մարդը սխալ է արել, մարդը սխալ է գործել Դավիթին, վիրավորել է, մերժել է, Դավիթն է, բան է ուզում, նեղության մեջ է, տեսավ, մարդը, ասեց, որոշում եկավ, եթալու եմ ստերատեմ դրանց բոլորիների, շատ անգամ մեր վրա դժվարություն է գալիս, գիտեք ինչ է դժվարություն, և Աստված է թույլ տալիս, մի հատ Դավիթ է անում մեր վրա, որ մի հատ արթնանանք մեզ եղել դեր, ու գալիս է բանը, եկան խաբարարիցին, որ Աբիգա ծառան, ախախինը, տիրուհի, Դավիթը մարդ էր ուղարկե, որ կամուսին հետ, նաբաղ նշնում է շնաբարու, մենք ինչ եք, կարդոց մենք մարդ ենք էլ է, մեր բնությունը խի մարդի բնություն, հիմա ենք մարդ դառնում, հիմա նոր ձևավորում ենք, եթե մնանք ավետարանի մեջ, եթե իր մեջ մնանք, նա մեր մեջ կմնա, և Աստծո բնությունը մեր մեջ կգա, այն ժամանակ Քրիստոսի անուշոտ է, այն ժամանակ լույս կլինենք, լույսը նա չի, որ եթե ֆոլֆերամ չկա մեջը, նա չի վարվի, այդ ներփին բանը, դա հոգին է անում, դա հոգու գործն է, մարդ դառնալը հեշտ բան չի, մի հատ կարդա Մատթեոս ավետարան լեռան քարոզը, որ դեից սկսում, որ դե 13 խոսքում դուք եք աշխարհի լույսը,
դուք եք աշխարհի աղը։ Լույս մի անգամից չդարավ լույս, այնտես հոգով աղքատներից, սքավորներից գալիս է մինչև երան դրանք որով սրտով մաքուր են, երնա որ սիրտդ մաքուր չի, դու ո՞ց կարաս խաղաղություն անես, դու չարություն կանես, դու ցած սխալներ կանես, աշխատի սիրտդ մաքրվի, դե վրետ աշխատես, զգացի, ես ես վերջերս ուղղակի ասեմ, իմ վրա մի հատ լաքայր է շորիս վրա, ասի քույրիկ ինչ պետք է ասեմ, ժամ եմ տրամադրել լաքեն վրայից ստանեմ, հետո մի հատ երկու փշատի կորիզ էի դերը հողի մեջ, փորձում եմ, չի աճում, որտեվ չեմ ջրում, սկսեցի ջրել, այս հենց է դառել, մենք մեզ չենք ջրում, մենք մեզ չենք կերակրում, իմացած բան ունենք, դրանից հետո բավարարվել ենք, ամեն օր բանականա խրտակատը կեր, և գդարնաս օրեցոր կաչես, կենթանի քայրի պես, հետո Պետրոս Սարաքյալի ասեցի պես, Պետրոս Սարաքյալի գրում եսպես է գրում այդ մասին, ես կուզեմ էդի կարդամ և իմ ասելուս նպատակն է, ինձ եմ ասում առաջինը, ձևավորենք մարդ դառնանք, որտեղ այդպես ասում Աստծո խոսքը, կատարյալ մարդ, Հիսուս Քրիստոսի նման, գնա տունը մի քնի, շուտ մի ասա քունս չի տանում, գլուխդ իր բարի շտակ, շատ կքնես քնած կմնաց, արթնացի մի հատ գործ ունես վրետ անելու, այդ մենք կոսմետիկայի ժամերով գլուխներս տալիս են գուրշի ձեռը, ինք իրատա գեղություն է դնում, բան մերսը չգեղեցկացնենք, բան մեր ներսը չսիրունացնենք, մեր ներսի արատներից չազատվենք, գիտես որ նախանձում ես, բան բաստում ես, անանազանդ ես, հրուտ չես հլը, նոյի մին որ խոնարվես, պետք է վրետ աշխատես, ես էլ իմ վրա աշխատեմ, սկսենք աշխատել, արդյունքը կքաղենք, և կասեն մեր փողոցում մի քույրիկ կա, համ ու խոտ է, աղը գիտեք չէ, աղի ֆորմուլան գիտեք չէ, ինչ է, նատրի կլոր, մենք կլոր ենք էլ է, նատրում միացանք դառնանք աղը, գերակրի աղ, կլորը զուգարաններում ենք գցում, որ ընդ հեղձուցիչ բան լինի, որ մտնողը չթունավորվի, իսկ նատրումն էլ ազնիվ մետաղ է, միանալով դառնում է գերակրի աղ, մենք նատրում չէինք, մենք կլոր էինք, Աստծո որդու վերստին ծնվելով դառանք նատրի կլոր, Կունես հետևենք մեզ իսկական մանդրաղ դառնանք, ոչ թե քարաղ դառնանք։ Մանդրաղը շատ մանդր աղ է։ Սիրելի քույր եղբայրներ, ինձ եմ ասում բոլորը, ես անհանգստացած եմ իմ վրա եւ բոլորս անհանգստանանք։ Շոր հագնելով գեղեցիկներով, դա արտաքին դա բաներսդ։ Ներսի մարդը ինչ է։ Ես չեմ ասում բոլորս, նրանք որոնք հետևողական են, արդյունքը կառնեն, կյանքի ուրախություն կապրեն։ Պետրոս Սարաքյալը Այսպես է գրում Պետրոս Սարաքյալը, առաջի Պետրոսում էլ է գրված, մեկ դիարեք ասմա չարությունը, կեղծավորությունները, նախանձը, անգամ գործ են կանում, անգամ առանց վախի, գրված է, եթե եղբորդ պարապտեղը սրդողես, Դադաստանի պարտավոր պիտի լինի, իսկ եթե անմիտ ասես, ատյանի, իսկ եթե հիմար ասես, գեհենի կրագի, մտածել ենք այդ մասին, պարապտեղը եղբորդ սրդողես, Դադաստանի պարտավոր պիտի լինես, իսկ եթե անմիտ, ով ես դու որ Աստծո տղային անմիտ ես, Աստված դու անմիտ աղբեր ես տվենձի, հիմար աղբեր ես տվենձի, մտածենք, զգուշնենք մեր բոլոր խոսքերի մեջ, չշտապենք, գոնե սխալից հետո կոտրվենք, մեղագանք, դիմացինին, անսխալ մի Քրիստոս է, բայց այսպես անելով, օր այսօր կշիտկվենք, օր այսօր կուղվենք, օր այսօր կփոխվենք, էլ այս ժամանակ պետք չի որ ասեն, համբերությունը կառույց է, համբերությունը չեն ստարկում դնում մեջ այդ համբերությունը գալիս է ժուշկալությունից հետո, զսպվածությունից հետո, նոր գալիս աստվածապաշտություն, գիտես իմ տատին համ անիծում, համ էլ աստվածապաշտ, աստվածապաշտը չի անիծում, նա վախ ունի իր վրա, նա իր բերանի խոսքերը ասելուց զգուշ է խոսում, և Հիսուս ասեց, գնա դրա նմանվի, գնա նմանվի, անկացին ով վերցել էդ բարի սամարացին, գնա նմանվի, սա այսօր աշխարհը կարիք ունի լույս և աղի, մեր ընտանիքները կարիք ունեն լույս և աղի, և մեր հետ ինչ-որ կատարվում, մեր օգուտի համար է կատարվում, որ մենք սթափվենք, արտանանք, սկսենք հետևել մեզի, իսկական մաքուր կյանք ապրենք, այսպես է գրում, ուզում եք Աստված ձեր թևը մտնի ման գա, ուզում եք չէ, չի մտնի, Աստված հոմլեսին սիրում է, բայց հոմլեսի թևը չի մտնի, նրան կօգնի, բայց իր Աստված կմտնի նրան, որ պարկեշտ է, որը ճշմարիտ է ապրում, որ արդար է ապրում, որ ազնիվ է ապրում, որը սիրով է ապրում, որը
ամեն բանի մեջ հետևում է իրան։ Աստված իր հետ ընկերություն կանի։ Թեւը կմտնի, իմ մեջ ես կեցեք, մենք իրանը պետք է անենք, ինքը նոր մեր մեջ կգնա։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը, այսպես է գրում Պետրոս Սարաքյալը, իմ սիրելի քույր եղբայրներ, պիտի աղոտ կանենք Պետրոս Սարաքյալը այսպես է գրում։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ այստեղ է։ Ուստի ձեզ հավատացյալներուդ պատվական է բայց անավատներուն այն քարը որ շինողները անարգեցին, անիկը անկյունի գլուխ եղավ, եւ գլորվան վեմ եւ գայթակղության քար անոնց որ չհավատացին խոսքին, բայց դուք մեզ ասում, ընտիր ցեղ մնեք, ընտիր ցեղ, բոլոր ցեղերի մեջ ընտիրը մենք ենք, Աստծո որդիներ, որ գնում ես փողոցով կամ նստում ես, անգամ սեղանին, հավատացյալները քննվում են, իրենք խաբար չեն։ Մենք ինքներս քննվում ենք, բայց տեղյակ չենք մեզանից։ Կողքինը, ասում է հավատացյալ է, իմ ու իրա տարբերությունը որն է։ Ինքն էլ է բամբասում, ես էլ եմ բամբասում։ Ինքն էլ աննազանց ես էլ եմ անում, ինք իրա մարդուն չի լսում։ Այդ ինչ կնի կա։ Այսօր կարդում էի նորից երեքեր կարդացի, երբ Աբիգայի մարդը Նաբաղը մահացավ, իրա հին մարդը մեռավ, Աբիգյան նոր մարդ է արդեն։ Դավիթն ասեց գնացեք դրան բերեք նա լավ կին կդառնա։ Գնաց բերեց, գնացին աղախիները բերեցին, իսկ կինը Աբիգյանը բերկրանքի աղբյուրը թեշտ չի դերը, ինչա դերը, ես աղախին որպես ձեր բոլորի ոտքերը պիտի լվանամ։ Եվ դրանից հետո ինքը իրա հինգ նաժիշներով, ծառաներով, ելավ գնաց Դավիթիկին, դուք բոլոր զգայրաններով ամուսնու տրված ես, կինես էլ է, քու զգայրանները տրված է, քու ամուսնու լրիվ, ինքն է քեզ առել տունը բերել, դու չես, եթե չբերել դու տունն էիր մնալու, ենքան մնայր ու ինչ ավել տնգեի, որ իմանան է տուն աղջի կարրելու, ես մտածել դու քեզ կարծում ես անփոխարինել ես և ամուսնու որ իմանայի աղջի ջան, մի քիչ էլ մնալու էր տունը, խաբար է դրանից։ Մի քիչ մեծամտում մենք, ամուսնուն էլ լեզու ենք դարձնում, փախ չունենալով, ինչի, հետո ինչ անե որ սուրբով կոմը կրտած ես, բայե պտի մարդ դառնաս։ Մի անգամ ունի կաղբեր մի բան ասե, մտիցը չանց է, ասմա մի կկաստև, բանում Ամերիկայում, կինն ասել ամուսնուն, ինչ կուզես ես որ պատրաստ է որ կասուտես, սա է կինը, ամուսուն խնդրում է, ասա սրտի տուզասն ինչ անեմ։ Ես մտածեցի, ես ինչ շնորհալի կին է ես կինը։ Աբիգյան, ասեց, իրախներ, ասեց ամուսին, ես իմ հինգ զգայրաններով քոնն եմ։ Եվ այնտեղ կարդում եք, որ ասում եւ Ռեբեկայի քթի տակը օղ դրեց Եղազարը, ինչի, որ իրա շունչի տակը մնա այդ կինը, այսօր շատ աղջիկներ իրաց քթի տակը ուլունք են դնում, չեն էլ հասկանում, նրանք զարդի համար են դնում, բայց դա դնում են, որ դու քո ամուսնու շունչի տակը մնաս, որ մեր կանա, կարակ ասեք, ես դեր թագուհուն ինչի դեր դուս անեցած որ ես թագավորը, բախտդ բերը թագավորի կին ես դարը, հլը մի հատ կոտոր շես անում ինքդ կեզ բան, այ որ իմանայի, այ որ երկատել երեխան, այ էտ մեմ հորստուն է, սա ինչ շնորք է։ Ինձ եմ ասում առաջինը, եկեք լուրջ մտածենք մեր կյանքի վրայով, մենք աստորաշ կմնանք կամում, կաս ինչըտ պակաս թողիցի, ինչտ եմ պակաս թողի, բայց կշրում է պակաս կտնվեցար, մենք պտի ձևավորվենք, լերջանանք, իսկական մարդիկ դար, այն ժամանակ ձեր փողոցի լույսը կլնես, բոլոր հիվանդները կան ձեր տունը, խրատներ կտած, քու խոսելու ժամանակ մարգարիտները կետան դիմացին հետ կբժշկվի, համու հոտ կառնեն, այսպես է գրում Պետրոս Սարաքյալը, այսպես է գրում, սիրելիներ, այսպես է գրում, բայց դուք ընտիր ցեղ մնեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդը, որպեսզի քարոզեք անոր առաքինությունները,
որ ատեմը ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ առանց ողորմության էիք, բայց հիմա ողորմություն գտաք։ Սիրելիներ, կաղաչեմ պանդուկների եւ օտարականների պես մեկդի մնացեք մարնոր, ինչ է վիճը։ Պետրոս առաքյալը սա է գրում։ Սիրելիներ, ինձ եմ ասում առաջինը, Աստծո վախը ունենալ է պետք, ժամանակն է անցնել լուրջ անձնաքննության, այն ժամանակը տեսնեք, էլ պետք չի դեր Սուրբ Հոգի արիչ, Սուրբ Հոգին առանց քեզ է գալու, եթե դու խոնարհվես, եթե դու հնազանդվես, օրհնություն հետևի գգա, քասելով Սուրբ Հոգի արի, քասելով է գալու ինչի, Պենտեկոստով ասեցին, որ եկավ, 10 օր աղոթք էին անում եւ իրանք հեռացել էին բոլոր կյանքից, ապրում էին Հիսուսի հետևորդների մեջ։ Երբ մենք ապրենք Աստծո կյանքը, ինչ որ պետք է Սուրբ Հոգին կանի մեզի։ Եվ Հիսուսը էլ պետք չի, ինքը խնդրի արքայի է, երկնայինը մնացած կդուի, թող օրհնյալ լինի Տիրոջ պատվականն։ Հիմա աղոթքից առաջ կասեմ, նրանք ովքեր կարիք ունեն եւ լսեցին այս խոսքերը, իր սրտի մեջ որոշեն։ Այսօր էթան իրաստունը, հարցը կլի թե փեսան, ով ուզում է լինի մատ կոտրվել։ Հենց կոտրվում ես, կոտրվելուց հետո գալիս է օրհնությունը Տիրոջ, խոնարհվել, Աստծո զացի պես, բժշկություն գտնենք։ Առաջին բժշկում ես եւ դու սխալ եք ճանաչում ընտրում ես, անգամ մտվել սրանցրա գործերի մեջ, չենք հավանում։ Դու ով ես որ Աստծո աղջկան չես հավանում։ Դու ես որ Աստծո տղային չես հավանում։ Նայել Աստծո տղան դու ես Աստծո։ Իմ տղան ամենավատը, բայց իմն է, իմը։ Ուր էլ գնա այդ իսկ եթամ։ Այդպես է մենք իր տղեկն ենք, բայց իր տղեկը իր տղայի պես պետք է ապրեն, որ իր ինքը բարձր կայ Աստված։ Մի ժամանակ մեղավոր ենք էլ, հիմա էլ մեղավոր մնանք։ Առաքյալը պնչա մեղ գործենք, որ շնորհքը շատանա, քավլիցի որ մենք մեղքին մեռանք, դեր ինչպես անոր մեջ կենանք։ Մեղքը նա չի որ ճիշտ է, մեղքը բուն անօրինություն է։ Բա որ դու դատում ես, բա որ չարախոսում ես, բա որ գործ ես սարքում, բա որ հետևից խոսում ես։ Հենց հետևից մեկ էլ դու վայ քրիչ, այդ ինչ խունջիկ մոջիկ բաներ ես անում, ուղիղելի, մաքուրելի։ Մենք պետք դառնանք մաքուր մարդիկ, ազնիվ մարդիկ դառնանք։ Օրհնությունը գալու է ժամանակ, երբ մենք հետևություն անենք բեզի։ Եթե մեկին խոսքը կապավ կամպան, իմ մեջը ցավը գալիս, անագիստ։ Եկեղեցին պետք է սորես քաղաքը շուրջ տա։ Մենք մեր աշխատանքի տեղով, մեր շրջապատի մեջ պետք է անցնենք լուրջ անձնական մեր կյանք։ Այն ժամանակ հեղի պես կկան, հեղի պես։ Հիմա եթե ասեմ 5 օր ծոմ պայենք, կարանք պայենք։ Կարանք 5 օր ծոմ պայենք։ Ես էլ կարդամ Զաքարիայի մարգարեությունից եւ աղոթք կանենք։ Նրանք ովքեր պետք է խնդրեմ առաջ գան։ Ոչ թե հիվանդները, հիվանդությունը հետևանք է մեր սխալների։ Ես ինձ եմ ասում։ Կամ էլ թույլ եթե որ դրանով արթնանաս։ Արթնանաս մի հատ քեզի։ Կարդում եմ այստեղ ինչ ա գրած Զաքարիայի մարգարեության մեջ։ Զաքարիա 8-րդ։ Պիտի կարդամ եւ աղոթք կանենք, այսպես է գրված. Դարձյալ Զորաստիրոջ խոսքը ինձ եղավ սելով։ Զորաստերը այսպես է 4-րդ ամսվա ծոմը, 5-րդ ամսվա ծոմը, 7-րդ ամսվա ծոմը, 10-րդ ամսվա ծոմը Հուդայի տանը ցնծություն եւ ուրախություն եւ խնդալից տոներ պիտի լան։ Մենք մեր վրա էլ չենք աշխատում։ Յա Բողազը գտողի որ ծոմ պայես, խեղտի քեզի որ ուտես։ Անձը չես վարժեցրե անձդ։ Եվ այդ ընթացքում հետևությունները քանձին։ Ոչ թե մի 2 ժամ, մի ժամ, կես ժամ հայլու առաջ կանգնի, այս մազենյատար, այն մազենյատար, ինչ է սա։ Մազը դեզելով սիրտը չի դեզվում։ Պետք է սանդրվածքը, պարկեշ կոկիկ սանդրվածքով, որ ասեն աստծախշիկ է սա։ Նայլուց էլ մարդիկ, այսօր եղբայրներով գալիս են, մի Մեքսիկին իր 2 աղջիկների հետ նայում ես քեֆտ է գալիս, աղջիկների հագուստ է, պարկեշ հագուստ, մայրը նույնը, իսկ մենք կոչվում ենք Սուրբ Հոգու մգրտած եկեղեցի, ավելի բարձր հեղինակության, ուրեմն մենք առաջինը, որ վաղը մարդիկ ասեն, մեր հարևանները փոխվել են, ուրիշ մարդ են դարել։ Դեր օրդի Զորաստերը այսպես է, նորեն ժողովուրդներու շաքարներ, բնակչներ պիտի գան եւ մեկում բնակչներ մյուսին պիտի երթանուսեն, եկեք Տիրոջ առջև աղոթք կնելու եւ Զորաստերը փնտրելու երթանք։ Ես ալ պիտի երթամ ու շատ ժողովուրդներ եւ զորավոր ազգեր Երուսաղեմ մեծ Զորաստերը փնտրելու ու Տիրոջ առջև աղոթք կնելու պիտի գան։ Զորաստերը այսպես կսե
այն օրերը ազգերում ամեն լեզուներեն 10 մարդ մեկուն քաղանց կպիտի բռնել ասելով ես քո հետ պետք եմ ես տեսել եմ տարիներ առաջ երած Երևանում մեշոկ պապին ասում է այդ գայնուն վերբակից այդպես տիպ հրապարակ լրիվ խաբար է ամբողջ քաղաքը մի լույս կա եւ բոլորը դերդուսին իրար տրորում են մեկը մեկին կոպտում վիրավորում մենք լույսն ենք մարդիկ հետ են սպասում իրար տրորում վիրավորում անարգում են լույսը նեղ ով այդ լույսը չկա խաբարի ամբողջ աշխարհը գնալով մենք ուշացնում ենք ժամանակները վատ են օրերը չար են ծանր օրեր է սպասում կորոնան անցավ մի կարծեք դա վերջացավ անիրավությունը շատանում է պատրաստվենք հայրենական պատրաստումը որ տանուլ տվեցին զգացվեց որտեղ ոչ ավիթերական կադր կար ոչ էլ զենքեր կար հետո նոր երկիրը մետեր հետևից թիկուն կբերեց այսօր մեզ պատրաստվել է պետք զինվել է պետք սպառած զինվել Պողոսը գրում է եւ ասացի ինչով ճշմարտությունով ինչով արդարությունով ինչով սիրով վերջապես Երբ որ ժամանակ տնակ արդյունքը հանգիստ կնե, թող Տիրոջ պատմական անունը փառավորվի, այն ժամանակ հարևաններ կգան, աղջի Աստված քո հետ է, ես սրանից հետո գալու եմ, որտեղ Աստված ցույց է տալու նրա աչքերը բացի, որ դու իր աղջիկն ես, թող Տիրոջ անունը փառավորվի։ Նրանք ովքեր հիվանդ են, առաջ թող գան։ Ես քննեմ առաջինը հոգևոր մարդիկ, որոնք առաջ խնդրեցին երկնքարգությունը եւ հետևանքը երկին մնացած է նա որ իսկականից կոտրվեց պետք է ովքեր որ հիվանդ են թող առաջ գան յուղը